Բարև ձեզ սիրելի եղբայրներ և քույրեր։ Շարունակում ենք մեր աստվածաշնչյան ճանապարհորդությունը ծննդոցից մինչև հայտնություն։ Այսօր հասել ենք ծննդոց 25-րդ և 26-րդ գլուխները։ Այս գլուխներում տեսնում ենք Աբրահամի կյանքի շարունակությունը, Իսահակի օրհնությունը և Հակոբի ու Եսավի պատմության սկիզբը։ Բայց այս պատմությունները մի բան են ցույց տալիս մեզ, խորը հոգևոր խորհուրդներ, որոնք ուղղում են մեր ուշադրությունը դեպի Քրիստոսը։ Ծննդոց 25-ում ծնվում են երկու եղբայրներ՝ Եսավը և Հակոբը։ Աստված Ռեբեկային ասում է. «Քո արգանդում երկու ազգ կա»։ Ծննդոց 25-23 խոսքը։ Այս խոսքը միայն երկու եղբայրների մասին չէ։ Այն նաև խորհրդանշում է այն պայքարը, որ կա յուրաքանչյուր մարդու ներսում։ Մի կողմում կա մարմնական մարդը, որը ցանկանում է անմիջական հաճույք։ Մյուս կողմում կա հոգևոր մարդը, որը փնտրում է Աստծո օրհնությունը։ Եսավը իր առաջնեկության իրավունքը վաճառեց միաման կերակուրի համար։ Աստվածաշունչը ասում է. Եսավը արհամարհեց իր առաջնեկությունը, այսինքն անդրանեկությունը, նույն բանն է։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ երբեմն մարդը կարող է փոխել հավիտենական արժեքները ժամանակավոր բաների հետ։ Հիսուսը ասեց. «Ինչ օգուտ մարդին, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր հոգին կորցնի»։ Դա գրված է Մատթեոս ավետարան 16-րդ գլուխ 26 խոսքում։ Այսպիսով, մենք տեսնում ենք, որ Աստված մեզ կանչում է ընտրելու ոչ թե անցողիկը, այլ հավիտենականը։ Ծննդոց 26-ում պատմությունը շարունակվում է Իսահակի կյանքով։ Այստեղ տեսնում ենք մի հետաքրքիր պատկեր։ Իսահակը մի քանի անգամ ջրհոր է փորում։ Մարդիկ վիճում են նրա հետ և փորձում են խլել այդ ջրհորները։ Բայց Իսահակը չի կռում։ Նա պարզապես գնում է և ինչ է անում, նոր ջրհորներ է փորում։ Վերջապես նա հասնում է մի տեղ, որը կոչվում է Ռեհովոթ, և ասում է. Տերը մեզ համար լայն տեղ տվեց։ Դա գրված է 26-22 ծննդոցին։ Ջրհորները Աստվածաշնչում հաճախ խորհրդանշում են կյանքի աղբյուրը։ Հիսուսը ինչ ասեց. «Ով խմի այն ջուրը, որ ես կտամ, ինչ կլինի, նրա փորից կենդանի ջրի աղբյուրներ կլինեն»։ Հովհաննես 4:14։ Այսպիսով, այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ իրական աղբյուրը Աստծո ներկայությունն է։ Երբ մարդիկ կարող են փակել մեր
ճանապարհները Աստված կարող է բացել նոր աղբյուրներ։ Երբ մենք վստահում ենք Աստծուն, վերջում նա մեզ բերում է լայն տեղ, խաղաղության և օրհնության տեղ։ Մեր կյանքի համար դասը հետևյալն է. մի վաճառիր քո հոգևոր առաջնեկությունը ժամանակավոր հաճույքների համար և երբ ճանապարհին դժվարություններ լինեն, պետք է հիշենք, որ Աստված կարող է բացել նոր աղբյուրներ իմ և քո կյանքի մեջ։ Հիմա ուզում եմ ձեզ հարց տալ, թանկագիններ, դուք ինչպես եք տեսնում Հիսուս Քրիստոսին այս գլուխներում։ Ուղղակի գրեք մեկնաբանությունում ձեր մտքերը։ Եվ եկեք ավարտենք մի կարճ աղոթքով։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք քեզնից, քո խոսքի համար, օգնիր մեզ ընտրել հավիտենականը և փոխել այն անցողիկ բաների հետ։ Բացիր մեր սրտերը, որպեսզի ճանաչենք քեզ, Սուրբ Գրքի յուրաքանչյուր էջում, օրհնիր մեր կյանքը և առաջնորդիր մեզ քո ճանապարհներով։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս, որ դու աղոթներ լսող և պատասխանող ես։ Ամեն։ Եթե այս ուսուցումը օրհնություն էր քեզ համար և դեռևս չես բաժանորդագրվել, բաժանորդագրվիր և մենք կշարունակենք հաջորդ մեր գլուխները ծննդոցից մինչև հայտնություն։ Աստված օրհնի քեզ և քո ընտանիքը։